Ողջույն, բարի գալուստ Անանդա յոգա YouTube յանալիք, ես Անին եմ, այսօր առաջին անգամ ձեզ համար պատրաստել եմ անիվով յոգա, նույն ինքը will յոգա, այնպես որ ձեզ անհրաժեշտ կլինի այսպիսի ամուր յոգայի անիվ և նաև ծածկոց, նախ ասեմ, որ այս յոգայի տեսակը բավականին նոր է և չի ասոցացվում մեր իմացած ավանդական յոգայի տեսակների հետ, եթե չեմ սխալվում 2014 թվականին մոտ սա մտել է գործառության մեջ, բայց այն վարժությունները, ասանաները, որոնք մենք կիրառում ենք այս դասի ընթացքում ևս վերցված են մեր իմացած ավանդական յոգայի տեսակներից։ Անիվի օգնությամբ կարելի է բացել կրծքավանդակը, թուլացնել մեջքի ցավերը, բացել նաև ոտքերի մկանները, փորձել շատ բալանսային ասանաներ, դուք ուղղակի կզարմանաք ինչքան շատ բան կարելի է անել այս մի փոքրիկ անիվի օգնությամբ, այնպես որ շատ չսպասենք, կարող ենք սկսել։ Եվ այսպես մեր առաջին դասը ուղղված կլինի ընդհանուր, մենք կփորձենք կատարել և բացումներ, կփորձենք նաև աշխատել բալանսային վարժությունների հետ և նայել օգտվել մեր իմացած դասական ասանաներից, փորձել խորացնել և լավացնել դրանց վիճակը, խորացնել դրանք, լավացնել և խորացնել դրանք, այնպես որ հիմա անիվը դնում ենք այսպես գորգից սկզբնամասում և հենց սկզբից գնում ենք երեխայի դիրքին, այսպես ձեռքերը դեպի վեր, գլուխը կախում ենք, փորձում ենք թուլանալ։ Թուլացնում ենք մեջքը, կրծքավանդակը, ձեռքերը, մյուս ներշնչումով դանդաղ անիվը գլորում ենք դեպի մեզ և գալիս ենք հետ, այսպես, հիմա փորձում ենք բարձրանալ տեղից, կարող է գալ ոտքի թաթերի վրա, ներշնչում ենք այստեղ, բացում ենք կրծքավանդակը, արտաշնչումով փակում ենք, ևս մեկ ներշուչ, բացեցինք, արտաշնչումով փակում ենք, անիվը դեռ չենք շարժում, ևս մեկը բացում ենք, պահեցինք, 1, 2, 3, փակում ենք և ևս պահում ենք, 1, 2 և 3, դանդաղ իջնում ենք, գալիս ենք հետ նստած դիրքին, այս դեպքում կարող եք ոտքերը խաչել, այսպես, անիվը դնում ենք մեր ձախ կողմում և ձեռքը դնում ենք անիվի վրա, ներշնչում ենք, բարձրացնում ենք այս ձեռքը վեր, արտաշնչումով անիվը գլորում ենք և փորձում ենք հեռանալ, ևս մեկը, երրորդ անգամ կպահենք, ինչքան հնարավոր է հեռու, 1, 2 և 3, գալիս ենք կենտրոն, փոխում ենք, հիմա տանում ենք, դնում ենք անիվը մեր աջ կողմում, ներշնչումով բարձրացնում ենք ձախ ձեռքը վեր, արտաշնչեցինք, գլորում ենք անիվը և մենք էլ մարմնով փորձում ենք մոտենալ, թույլ չենք տալիս, որ կոնքի հատվածը բարձրանա, երկարաձգում ենք մեր կողային հատվածը և երրորդը արտաշունչ, պահեցինք, 1, 2 և 3, գալիս ենք և անիվը բերում ենք արդեն մեր կենտրոն, այսպես, դնում ենք ձախ ձեռքը վրան, աջ մոտեցնում ենք, ներշնչում ենք այստեղ, բացեցինք այս ձեռքը հետ, բերեցինք առաջ ևս մեկը, անիվը ևս մի փոքր գլորում ենք և երրորդը կպահենք, 1, 2 և 3, գալիս ենք և փոխում ենք ձեռքը, հիմա այս ձեռքն ենք դնում անիվի վրա, բերում ենք ձախ ձեռքը այստեղ ներշունչ, արտաշնչումով բացեցինք, ներշունչ, արտաշնչումով բացում ենք, երրորդը կպահենք, բացեցինք, 1, 2, 3, բերում ենք առաջ, երկու ձեռքերը միասին անիվը գլորում ենք և փորձում ենք իջնել ներքև,
Թուլանում ենք մի պահ։ Եվ 3 առաջ են գալիս եւ փոխում ենք մեր դիրքը։ Այսպես։ Բարձրանում ենք, գալիս ենք անիվի մոտ, ներշնչում ենք այստեղ, արտաշնչումով մեկ անգամ փորձում ենք ամբողջական իջնել ներքև ու տնասնային, հետո դանդաղ բարձրանում ենք վեր։ Հուսով եմ լավ եք, շարունակում ենք, ոտքերը ամուր սեղմում ենք գորգին, նույն ուղղության վրա, ներշնչումով անիվը բարձրացնում ենք վեր, բացում կրծքավանդակը եւ կոնքերը հրում առաջ, արտաշնչումով ծալում ենք ծնկները, դանդաղ իջնում ենք ներքև անիվի հետ մեկտեղ, ներշնչում ենք, գալիս ենք արդը ու տնասնա դիրքին, այսպես երկաձգում ենք ողնաշարը, արտաշնչումով այստեղից գնում ենք միանգամից պլանկ, զարգացնում ենք նաեւ մեր ուժը, խնդրում եմ, որ ներառեք միջուկը, պահում ենք 1, 2 եւ 3, այստեղից գնում ենք շան դիրքին, այսպես, սա շան դիրքն է, պահում ենք 1, 2, 3, նայում ենք, կարող են գալ առաջ 2 ոտքով, արդը ու տնասնա, այստեղից գնում ենք ամբողջական forward fold, կարող եք գրկել անիվը, եթե դժվարանում եք ծալել ծնկները եւ պահել 1, 2 եւ 3, բռնում ենք անիվից, բարձրանում ենք վեր, բացում կրծքավանդակը, արտաշնչումով իջեցնում ենք։ Շարունակում ենք, եւս մեկ անգամ, ներշնչեցինք, բարձրացնում ենք անիվը վեր, բացում կրծքավանդակը, արտաշնչումով իջնում ենք ներքև։ Հիմա անիվը բերում ենք եւ դնում ենք մեր ձախ ոտքի դրսային, այսպես հատվածում։ Ոտքերը կարող եք միացնել իրար, այս ձեռքը դնում ենք անիվի վրա եւ դանդաղ ձախը բարձրացնում ենք վեր, պահեցինք, 1, 2 եւ 3, գալիս ենք կենտրոն եւ այստեղից մեր ձախ ոտքը տանում ենք հետ, դնում ենք գորգի ուղղությամբ այսպես դեպի դուրս, իսկ առջևի ծունկը ծալում ենք, նայում է այսպես երկարությամբ, անիվի վրա ենք դնում աջ ձեռքը եւ ձախ ձեռքը բարձրացնում ենք գլխի վրայով վեր, side angle, պահեցինք, 1, 2 եւ 3, շրջում ենք նաեւ մեր հետևի ոտքը գալիս է ոտքի մատերի վրա, սեղմում ենք ձախ ձեռքը եւ հիմա այս ձեռքն ենք բարձրացնում վեր, պահում ենք հետևի ոտքը եւս ակտիվ է, 1, 2 եւ 3, դանդաղ երկու ոտքերը միասին գնում ենք դեպի պլանկ, պահում ենք, հետո դանդաղ գնում ենք շան դիրքին։ Նայում ենք առաջ, կարող եք ոտքերը բերել գորգի սկզբնամաս, այսպես արդը ու տնասնա, հետո իջնում ենք ամբողջական forward fold, մյուս ներշնչումով դանդաղ բարձրանում ենք վեր, բացում կրծքավանդակը, արտաշնչումով իջեցնում ենք, նույնը կկատարենք նաև հակառակ կողմի վրա, ներշնչեցինք, գնում ենք վեր, մեր անիվը մեզ հետ ճանապարհ է ընկնում, ապա դանդաղ իջնում ենք ներքև, խոնարհում ենք գլուխը, ներշնչում ենք կիսաբարձր դիրքին, հետո անիվը բերում ենք եւ դնում ենք աջ ոտքի դրսային հատվածում, կարող եք ոտքերը միացնել։ Հիմա ձախ ձեռքն ենք դնում անիվի վրա, այս ձեռքը բացում ենք հետ։ Պահեցինք, թույլ մի տվեք, որ ձեր ծնկները անցնեն թաթերին, 2 եւ 3, բռնում ենք անիվից, հիմա աջ ոտքն է գնում հետ եւ դնում ենք գորգի այսպես լայնությամբ, ծալում ենք առջևի ծունկը, ձախ ձեռքը դնում ենք անիվի վրա եւ աչը գալիս այսպես գլխի վրայով վեր, թույլ չենք տալիս, որ առջևի ծունկը ներս գնա, օգնեք ինքներդ ձեզ, պահեցինք, 1, 2 եւ 3, շրջում ենք նաեւ աջ ոտքը, այսպես, հիմա աջ ձեռքն ենք սեղմում եւ դանդաղ բարձրացնում ենք մեր ձախ ձեռքը վեր, նայում ենք վեր, հակառակ կողմի վրա պահում ենք, 1, 2 եւ 3, այստեղից երկու ոտքերն էլ տանում ենք հետ, պլանկ,
ապա ոտքերը իջեցնում ենք եւ գնում ենք դանդաղ երեխայի դիրքին, փորձում ենք երկու շունչ առնել այստեղ։ Դանդաղ բարձրանում ենք, կարող եք այստեղ մեր անիվը գլորել եւ այսպես բացել կրծքավանդակը մի փոքր առաջ եւ հետ։ Եվ գալիս ենք, բարձրանում ենք վեր, այսպես մոտենում ենք մեր անիվին, խոնարհում ենք գլուխը, ահեցինք եւ երեք դանդաղ բարձրանում ենք, հիմա գալիս ենք գորգի կենտրոն, որովհետեւ կատարելու ենք մեր իմացած մի քանի ասանաները բալանսի համար, հենց նույն ինքը will-ի օգնությամբ։ Ուրեմն սկզբում համոզվում ենք, որ ոտքերը ամուր են, սեղմում ենք միջուկի ուժը, մյուս ներշնչումով բարձրացնում ենք մեր աջ ոտքը վեր, բռնում ենք այսպես եւ դնում ենք ձախի վրա։ Այստեղ ավելի շատ է մարտահրավերն է, եթե աթոռի դեպքում մեզ օգնում է աթոռը պահել բալանսը, այստեղ մեզ մոտ ավելանում է ծանրություն։ Երկու կողմերից բռնում ենք եւ բարձրացնում ենք վեր, հուսամ կադրում է, պահում ենք 1 2 եւ 3 դանդաղ իջեցնում ենք եւ փոխում ենք ոտքը։ Նորից ամրացնում ենք մեր այս դեպքում աչը եւ ձախը դնում ենք այսպես, դնում ենք մյուսի վրա։ Թույլ տվեք, որ իրար սեղմեն եւ այդ դեպքում ձեր մարմինը ավելի այսպես երկարաձգվի։ Բռնում ենք մեր անիվից եւ մյուս ներշնչումով բարձրացնում ենք վեր, պահեցինք, 2 եւ 3 դանդաղ իջեցնում ենք, մյուսը այսպես թեքվում ենք կողքի վրա, մեր աջ ոտքը տանում ենք հետ եւ բացում ենք կրծքավանդակը, հետո դանդաղ բարձրացնում ենք ոտքը եւ այսպես անց ենք կացնում մեր անիվը դրա մեջ, հեռացնում ենք ոտքը եւ փորձում ենք այսպես գնալ մեր իմացած պարուհու դիրքին, պահում ենք, նայում ենք առաջ, 2 եւ 3 դանդաղ իջեցնում ենք եւ հանում ենք, սա կօգնի զարգացնել ձեր ընդհանուր բալանսը, փորձենք մյուս կողմի վրա, հիմա ձախ ոտքն ենք տանում հետ, բացում կրծքավանդակը, բարձրացնում ենք ոտքը եւ անիվը այսպես անց ենք կացնում, հիմա դանդաղ փորձում ենք կենտրոնանալ եւ հեռացնում ենք ոտքը մեզնից անիվի օգնությամբ, պահեցինք, 1 2 եւ 3 դանդաղ գալիս ենք հետ եւ թուլացնում ենք եւս մեկ անգամ գնացեք գորգի սկզբնամաս, որ կողմում եւ ցանկանում եք, ներշնչումով բարձրացրեք, բացեք կրծքավանդակը, արտաշնչումով իջեք ներքև, այստեղից մեր երկու ոտքերն էլ տանում ենք հետ, պահում ենք եւ գնում ենք մեր շան դիրքին, մյուս ներշնչումով բերում ենք աջ ոտքը եւ դնում ենք անիվի մոտ, ձախ ոտքը դնում ենք գորգին, համոզվում ենք, որ այստեղ ունենք մեկ գիծ, մեր ծնկից միջև կրունկ եւ մյուս թաթը դնում ենք գորգին, ներշնչումով բարձրացնում ենք անիվը վեր, պահում ենք, փորձում ենք բացել կրծքավանդակը, 2 եւ 3 իջեցնում ենք անիվը, հիմա երկարաձգում ենք մեր առջևի ոտքը, թաթը դեպի մեզ եւ անիվը գլորում ենք առաջ, պահեցինք, փորձում ենք թուլանալ, այստեղ բացում ենք ոտքի հետևի մկանները եւ 3 գալիս ենք եւ պետք է փոխենք, սկզբում կգնանք դեպի պլանկ
Եվ հիմա ցախ ոտքը կբերենք առաջ, ծնկից կծալենք, իսկ աջ ոտքը կդնենք։ Հիշեք, որ կարող եք օգտագործել ծածկոցը, եթե հետևի ծունկը ցավում է։ Թաթը եւս դնում ենք գորգին, համոզվում ենք, որ առջևի ծունկը մեկ գծի վրա է մեր կրունկի հետ եւ ապա բարձրացնում ենք անիվը, բացում կրծքավանդակը, փորձում կոնքի հատվածով նույնպես իջնել ներքև, ավելի խորացնել բացումը եւ դանդաղ գալիս ենք կենտրոն, երկար ձգում ենք առջևի ոտքը եւ հրում ենք մեր անիվը առաջ, պահում ենք 2 եւ գալիս ենք հետ եւ այստեղից եւս մեկ անգամ գնում ենք երեխայի դիրքին։ Քանի որ սա մեր առաջին պարապմունքն է, մենք փորձում ենք նորնս հեշտ վարժություններ կատարել։ Հուսով եմ, որ ձեզ մոտ եւս ստացվում է, իսկ եթե չի ստացվում, պետք չի անհանգստանալ, պետք է ուղղակի փորձել, շարունակել պարապել։ Դանդաղ գալիս ենք հետ եւ վերջին վարժությունը պարկում ենք այստեղ, այսպես, մեր անիվը դնում ենք մեջքի հետևում, եւս մեկ անգամ, այսպես բացում ենք ոտքերը թիթեռնիկի տեսքով, ներշնչում ենք այստեղ, արտաշնչումով փորձում ենք իջնել ներքև, եւս մեկը ներշունչ, արտաշնչումով իջնում ենք արմունկները, բաց ենք թողնում ամբողջ ընթացքում, մեկ անգամ եւս, գնացինք եւ վերջինը պահում ենք 1 2 եւ գալիս ենք հետ, հիմա ոտքերը միացնում ենք իրար, ձեռքերը առանձնացնում ենք, ներշնչում ենք, ապա փորձում ենք արտաշնչումով իջնել ներքև, այսպես։ Ոտքերը միասին են, ձեռքերը եւս բերում ենք եւ միացնում ենք իրար, հետո ոտքերը դանդաղ փորձում ենք երկար ձգել, ինչքան որ կարողանում եք, պահում ենք, փորձեք թուլանալ, եթե չեք կարողանում մեկ դիրքում երկար մնալ, կարող եք ուղղակի այսպես ճոճվել մի փոքր, սակայն եղեք զգույշ։ Դանդաղ գալիս ենք հետ, օգնեք բարձրացնել ձեր գլխին, այսպես, եւս մեկ շունչ նստում ենք այստեղ, խոնարհում ենք գլուխը եւ դանդաղ բացում ենք աչքերը։ Այսօրվա համար այսքանն էր մեր անիվով պարապմունքը։ Խնդրում եմ կոմենտներում նշել, արդյոք ձեզ դուր է գալիս նմանատիպ դասը, թե ոչ, ինչ այլ տեսակներ կցանկանայիք տեսնել եւ իհարկե ես կփորձեմ դրանք կատարածել։ Շնորհակալ եմ, չմոռանաք բաժանորդագրվել եւ կհանդիպենք այլ դասերի շրջանակում։ Բայ